դուք գնահատեցիք, որ Սամվել Կարապետյանն լավ են աշխատում եւ տեսնում եք, որ թափ են առնում։ Հիմա Գելափը թվեր է ներկայացրել, այնտեղ բավականին ցածր թվեր են, ինչքան էր, Մարիամ, ցածր թվեր էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների հետ կապված եւ նաեւ Սամվել Կարապետյանն էր, որ իբրև թե դեռ հիմա Նիկոլը շարունակում է առաջատար մնալ։ Իդեպ այս Գելափի հետ կապված ինչ որ մանրամասն ներկայացնեմ, գիտեք որ դատական բանի մեջ են այս Հայաստանում այդ Գելափը ներկայացնող այսպես կոչված այդ կազմակերպությունը եւ Հրանտ Բագրատյանը, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որ քննադատել էր այս կազմակերպությանը եւ իրենք էլ դատի են տվել, այդ ընթացքում ինչ է բացահայտվել է, որ իրականում հայաստանյան այս Գելափ կազմակերպությունը, բուն Գելափ կազմակերպությունը չի ներկայացնում, ուղղակի ասոցիացիայի անդամ է եւ անգամ այնպիսի հարցեր է եղել, որ այդ բուն Գելափը դատի է տվել իրենք էլ են դատական process-ի մեջ։ Այնպես որ այսպես միանշանակ ընդունել պետք չի բացառվում, որ հենց այսպիսի ինչ որ սխալ բաների համար են իրենք դատի մեջ ներքաշվել, թողնում ենք մի կողմ, բայց նաև նկատի ենք ունենում, որ այդպես էլ հալածյուղի տեղ չենք ընդունում, այն ինչ որ իրենք ներկայացնում են, շատ հետաքրքիր է, պետք է հետևել տեսնել, թե այս դատը նաև ինչ նոր հանգամանքներ առաջ կբերի, օրինակ մեզ շատերիս հայտնի չէր, որ իրենք բուն Գելափը չեն ներկայացնում, դա ասոցիացիայի իրենք անդամ են, դա բոլորովին ուրիշ բան է, այո, հետաքրքիր է, տեսնենք ինչ էր կլինի, սա իդեպի կարգով է, եւ վերջին հաշվով քաղաքական ուժերը թող իրենց անկախ հետազոտություններ անում են եւ հետաքրքիր կլինի, որ ներկայացնեն, այո, լավ կլիներ, որ նաեւ այս ուժերը իրենց աները ներկայացնեին առանցին եւ ուժեղ Հայաստանը ներկայացներ եւ Հայաստան դաշինքը ներկայացներ եւ Գագիկ Ծառուկյանից ոնց է կոչվում Առաջարկ Հայաստանին, այդպես ներկայացնեին, տեսնենք, որտեղ գիտեմ, որ իրենք էլ բոլորն էլ հարցումներ անցկացնում են, կարծում եմ շատ հետաքրքիր կլներ, այս թվերին չգիտեմ, անդրադառնանք, թե Իսկ թվում է չարժի բոլոր դեպքերում, գիտեք, ինչքան ավելի ներկայացվի ուղղճացված ձևով, որ ԿՊ-ն Նիկոլենք շուր առաջատար դերում են, նույնիսկ եթե դա ճիշտ չէ, հա, եթե դա սխալ տեղեկատվություն է, բոլոր դեպքերում այսպիսի բաները ազդեցություն են գործում եւ ահա այդ մտայնությունը, որ միևնույն է իրենք անցնելու են, այդ մտայնությունը ամրապնդվում է։ Պետք է ցրել այդ մտայնությունը, օրինակ, չգիտեմ, անձամբ ես ինչքան տարբեր մարդկանց հետ շփվում եմ, տարբեր շերտերի եւ այլն, դեռ չեմ հանդիպել, անկեղծ եմ ասում, չեմ հանդիպել մարդ, որ շատ եմ հանդիպել, որ ասում են միևնույն է իրենք են անցնելու, բայց չեմ հանդիպել, որ ասելու է ես, այո, իրենց եմ ընտրելու։ Ես այդպիսի մարդկանց շատ մարդկանց հետ եմ շփվում, չեմ հանդիպել, որտեղ են դրանք։ Չեմ բացառում իրենց գոյությունը, բայց ամենայն դեպս մեծ տոկոսներ չկան։ Այ եթե վախի մթնոլորտը ուժեղանա, իրենք հենց դրա վրա էլ աշխատում են, բայց միևնույն է, գիտեք, կան ինչ որ արդեն սահմաններ, որ վախը նույնպես իր գործը չի անում, որովհետև մարդիկ հասկանում են, որտեղ վախից Նիկոլենց բերած վախից ենքով մի հատ այնպիսի սարսափելի բան կա, այսինքն եթե Նիկոլենք անցնում են այնպիսի սարսափելի պատերազմ եւ Հայաստանի կործանում է վերջնական եւ բոլորի, այսինքն եթե շատերը դա դժբախտությունն է, որ դա չեն գիտակցում, եթե դա գիտակցեն, գիտեք ինչ, Անժելա, մեր առհասարակ այսօր երբ մենք նայում ենք հոգեբանական պատերազմի զենքերը, կան շատ այսպես արդյունավետ միջոցներ մարդկանց գիտակցությունը ուղղորդելու։ Հիմա այս զենքերը մեր նկատմամբ կիրառվել են, տարբեր այնտեղ որտեղ գունավոր հեղափոխություններ եղան, այդ զենքերը կիրառվել են, գիտակցությունը մի բան է, որ կարելի է ահավաղել։ Ես օրինակ ընդունում եմ, որ Ուկրաինայի նախագահի հետ կապված Յանուկովիչի, որ իրենք անվերջ տարածում էին, որ իր տանը միայն ոսկե զուգարանակոնքեր են, նկարներ էին դնում սենյակները, բան ես ասում եմ, լավ, այս մարդը խելագարներ են, ասում եմ, այս մարդիկ, հետո պարզես որ բացարձակ այդպիսի բան չի եղել, դա մեծ սուտ է եղել, շատ արևմուտքը այդպես հրեշավոր բաներ ունի, չէ՞, տեսեք ոնց է աշխատում։ Ուսումնասիրում եմ հոգեբանական պատերազմի, կոգնիտիվ պատերազմի այդ էլեմենտները, համար մեկ զենքը այդ պատերազմների դա սուտն է, ընդ որում գիտեք այստեղ սուտն էլ պիտի այնպեսին լինի, որ իր մեջ ճշմարտության ինչ-որ մի հատ էլեմենտ պարունակի, որովհետև եթե դու այսպես մի հատ բացարձակ սուտ ինչ-որ մեկի ճակատին ասում ես, ինքը հասկանում է, որ դա սուտ է, չի կարելի դրան հավատալ, բայց եթե դու ինչ-որ մի սուտ ես ասում, դրա մեջ մի հատիկ ճշմարտություն ես դնում, հա, որ իրականությանը, ասենք համապատասխանում է, հետո դրա վրա մի հատ մեծ սուտը կառուցում ես,
այդ սուտը արդեն հասնում է մարդկանց Բայց դուք տեսեք իրենք ինչ հաջող են աշխատում, իսկ դիմացը ընդդիմությունն է, որ սուտ պետք չէ ճշմարտությունը ասել, որ եթե դուք գնում եք Նիկոլի հետևից, որը հիմա ընտրել է դեպի Թուրքիա ճանապարհ, դա քո կործանումն է, որ դու փակում ես բոլոր դռները Ռուսաստանի Դաշնության հետ, այն երկրի հետ, որ Հայաստանում ապրող բոլոր հայերի 70-80%-ի եկամուտը Ռուսաստանի Դաշնությունից է, որ եթե հանկարծ գազի գինը իսկապես բարձրանա 2.5 անգամ, 4 անգամ, մենք բոլորս դա աղետ է լինելու, մենք սովի ենք մատնվելու եւ ինչ է մեզ սպաս, կամ սովի ենք մատնվելու եւ կործանվելու ենք, կամ մենք ընտրելու ենք Թուրքիայի ճանապարհ, որ շատ ավելի դաժան կործանում է լինելու։ Բայց տեսեք, մենք այդ ճշմարտությունը ինչքան վատ է աշխատում ընդդիմությունը, որ չի կարողանում անգամ բացարձակ ճշմարտություն, չէ, բացարձակ ճշմարտություն չի կարողանում, միչև իմ ասենք Վեդի Ալկոյի տերը թուրքական քարոզչությամբ է զբաղվում այն իմաստով, որ պաշտպանում է Արամ Սարգսյանին։ Արամ Սարգսյանը Վազգեն Սարգսյանի եղբոր մասին է խոսքը, ով աջակցում եւ պաշտպանում է Նիկոլին։ Արամ Սարգսյանն ասում է, եթե Թուրքիայի հետ ճանապարհները բացեն, Թուրքիայի հետ հարաբերությունները մոտավորապես դրախտի է վերածվելու Հայաստանը, չգիտեմ, բժշկությունը սա թուրքական քարոզ է, չէ՞ Հիմա տեսեք, այդ թուրքական քարոզին մասնակից է Վեդի Ալկոն իր տիրոջ հետ, որն էլ ինչ-որ այլանդակություններ էր նաև իմ հասցեին դուրս տվել։ Հիմա այս անձը իր ապրանքը ուր է տանում, հարց եմ տալիս։ Ռուսաստանի Դաշնություն, հարց եմ տալիս, Ռուսաստանի Դաշնություն, Ավանակի ականջում քնած, ռուսամետ ուժեր ընդդիմադիրներ, Ավանակի ականջում քնած, բոլորդ ուժեղ Հայաստան կլնեք, Հայաստան Դաշին կլնեք, թե Գագիկ Ծառուկյան, Ավանակի ականջում քնած եք դուք։ Ասում եմ թուրքական քարոզ տանող մարդկանց ապրանքը գնում է, պարզ կարելի է, չէ՞ դրա մասին խոսել։ Խոսել, չի ասել, որ դուք այս քարոզը տանում եք, ձեր ապրանքը տանում եք այնտեղ, կամ արթնացեք ռուսներ, կամ արթնացեք տեղի ընդդիմադիր ուժեր։ Էսի մի կամպանիա, երեք իմիջայլոց ասեցին, որ բանը, որ երբաններ, կոնյակի Պրոշյանի, հա, արգելել են, ռուսները օրինակ արգելել